His name is Elon Musk. Նրա անունը Իլոն Մասկ է, նա փրկեց խոսքի ազատությունը։ Նա ստեղծեց այնքան շատ հիանալի տարբեր բաներ, որտեղ է նա։ Արի այստեղ Իլոն։ Նա ստեղծեց սերունդների մեջ առաջին խոշոր ամերիկյան ավտոմոբիլային ընկերությունը, եւ նրա հրթիռային ընկերությունը միակ պատճառն է, որ մենք հիմա կարող ենք ամերիկացի տիեզերագնացներ ուղարկել տիեզերք։ Վերցրու Իլոն։ Աշխարհը ցնցված է։ Իլոն Մասկը դարձավ պատմության մեջ առաջին մարդը, որի կարողությունը ըստ Forbes-ի գերազանցել է $500 միլիարդ աներևակայելի շեմը։ Բարև բոլորին, ինչպես տեսնում եք, ես ոչ միայն մագա եմ, ես սև մագա եմ։ Մասկի կարողության հիմնական շարժիչը նրա բաժնեմասն է Տեսլայում, որի արժեքը սերտորեն կապված է էլեկտրական մեքենաների շուկայի աճի եւ ներդրողների սպասումների հետ։ Դրան զուգահեռ SpaceX-ը լինելով մասնավոր ընկերություն, գերիշխում է տիեզերական բեռնափոխադրումների ոլորտում եւ Starlink նախագծի միջոցով վերաձևում է հեռահաղորդակցության շուկան։ Այս երկու հսկաների կողքին է նաեւ XAI-ը, արհեստական բանականության ոլորտում նրա նոր նախաձեռնությունը։ Նպատակը, որ ես ունեմ, եթե ամեն ինչ իրականանա Twitter-ի հետ, այնպիսի ծառայություն ունենալն է, որը հնարավորինս լայնորեն ներառական լինի, որտեղ իդեալականորեն Ամերիկայի մեծ մասը լինի եւ խոսի, եւ պարզապես նպաստի մարդկանց միջև քննարկումներին եւ գաղափարների, բովանդակության եւ ստեղծագործական մտքերի փոխանակմանը։ Forbes-ի իրական ժամանակում միլիարդատերերի հավելվածի տվյալներով կես տրիլիոնի շեմը Մասկը հասել է արևելյան ժամանակով 15:30-ին, երբ Տեսլայի բաժնետոմսերն օրվա առևտրի ավարտին աճել են գրեթե 4%-ով։ Մասկի կարողությունը մեծացնելով 9.3 միլիարդով։ Ինդեքսը ժամերած աննշան փոխվել է 23/10-ի դրությամբ, Մասկի կապիտալի շեմն իջեցնելով կես միլիարդով եւ այն գնահատելով $499.5 միլիարդ։ Իսկ Մասկի այս պատմական նվաճման մասին լուրը հրապարակող 1917 թվականին հիմնադրված ամսագիրն ավելի քան 1 դար համարվում է գլոբալ բիզնեսի եւ հարուստների աշխարհի անվիճելի տարեգիրը իր հանրահայտ աշխարհի միլիարդատերերի ցուցակով։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։